Կյանքում կա արևնուս և սեր ու ծաղիկ, բայց նաև կա փուշ։ Նա ավելի փոքրամարմին ու փխրուն էր, քան երևում էր էկրանից։ Եթերային կերպարն ավելի խիստ էր, սուր հայացքով ու ակնոցով, ծխախոտը ձեռքին, բայց ձայնն անհնար էր շփոթել։ Երբ առաջին անգամ Էլվինան երգեց Բեռլինում, նրան միանգամից Էդիթ Պիաֆին նմանեցրին, իսկ Հայաստանում պատրաստ չէին լսելու ջազ երգող հեղափոխական երգչուհուն։ Խորհրդային տարիներին երգիչները պայքարում էին հանուն երգելու իրավունքի, մինչդեռ Էլվինա Մակարյանը հանուն ոճի և թեմատիկայի։ Ամսի 27-ին մենք հիշելու ենք Էլվինա Մակարյանին։ Ես Էլվինա Մակարյանի հետ սովորել եմ նույն դպրոցում, ինքը 2 դասարանց հատր էր ինձանից։ Մենք այնտեղ դպրոցում ունեինք փոքրիկ նվագախումբ, էստրադային, ես այնտեղ դաշնամուր էի նվագում, իսկ Էլվինան մեր նվագախմբում չէր, որտեղ փոքր էր, բայց ինքը այդ դպրոցական այդ դահլիճում դաշնամուրի վրա նվագում էր, արդեն երգում էր, ինչ-որ բաներ, չէր կարում էլ իրան գտնել, ինքը անհանգիստ մարդ էր և շատ վառ անհատականություն էր, իր լավ և վատ կողմերով։ New Generation Project-ը հանրային ռադիոյի էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի հետ մարտի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Էլվինա Մակարյան տրիբյուտ խորագրով համերգը։ Մակարյանի երգերը կհնչեն հայ արտիստների կատարմամբ։ Որքան խենթ արտիստ, նույնքան տարբերվող մանկավարժ էր, նրա դասավանդման ոճն էլ էր ուրիշ։ Քանի որ Էլվինան իմ դասախոսն է եղել, և ինձ համար մեծ պատասխանատվություն է և հպարտություն մասնակցել այս համերգին և ներկայացնել այն գեղեցիկ ստեղծագործությունները, որոնք տարիների ընթացքում նա ինքը ինձ սովորեցրել է, և հուսով եմ, որ այդ ամբողջ էներգետիկան կարողանամ փոխանցել հանդիսատեսին։ Իրականում ինքը բոլոր իր ստեղծագործությունները շատ նման են իրեն։ Եթե խոսքերին նայենք, ամբողջը դա իր կյանքն էր։ Իլոնա Սագիևա երգացանկում դրանք հատուկ տեղ ունեն։ Ցավոք ծանոթ չեմ եղել իր հետ, իր արվեստի միջոցով ավելի շատ հոգեհարազատ նաև իր կերպարը։ Եթե հաշվի առնեմ իր գոլեգաներից, գործընկերներից, որ նաև իմ բնավորության գիծն են շատ նմանեցնում իր հետ, ասեմ փոքրիկ գաղտնիք բացեմ, որ Արթուր Սահակյանի հետ մենք մոնո ներկայացում ենք դնելու շուտով, իր բիոգրաֆիկ համերգի ֆորմատով, սենց հետաքրքիր մի բան է լինելու, որ անծանոթ մարդը, մեր խնդիրը լինելու է նա, որ անծանոթ մարդու համար ոչ միայն ինքը բացահայտում լինի, նաև իր կերպարը ավելի լուսավոր ու սիրուն ներկայացնելու։ Ամեն դեպքում այն ինչը որ ես եմ տեսնում, հուսամ մեզ մոտ կստացվի այդ։ Երգչուհի Անահիտ Շահբազյանի համար հոգեհարազատ են Էլվինայի ռիթմիկ ու պայծառ երգերը։ Առաջին անգամ չէ, որ կատարելու է դրանք։ Իրականում ես երգացանկում ունեմ մի քանի Էլվինայի երգերից և շատ անգամ եմ շեշտել, հիմա էլ ուզում եմ ասել, որ սիրում եմ Էլվինայի պայծառ երգերը, ոչ թախծոտ, ոչ տխուր երգերը, որոնք պոզիտիվ են հաղորդում մարդկանց։ Ես փորձելու եմ իմ կյանքի ընթացքում Էլվինայից ներկայացնել բոլոր այդ ուրախ երգերը, որոնք շատ անգամ դրված և մնացել են արխիվներում և պետք է թարմացվեն և նորովի ներկայացվեն։ Կարևորը հոգեվիճակը լսարանին փոխանցելն է, այն հույզերը, որ երգչուհին ապրել է ստեղծագործությունը կատարելիս։ Ինձ համար շատ մեծ պատիվ է Էլվինայի գործերը մեծ բեմից այսպիսի օրկեստրի հետ ներկայացնել նորովի, քանի որ գործիքավորումները եւս շատ գործերի գործիքավորումներ հենց նոր շունչ տրված ստեղծվել է։ Յուրովի, նորովի կարող եմ ներկայացնել իր գործերը արդեն իմ մեկնաբանմամբ, իմ տեմբրով։
Նրա վերջին հարցազրույցի ժամանակ լրագրողը հարցնում է. «Ինչ գույն են ձեր աչքերը»։ Էլվինան պատասխանում է. «Օվկիանոսի»։ Հոգու խաղաղությունը հենց այնտեղ էլ գտնում է։ Նա արտիստ էր, որ պայքարում էր կարծրատիպերի դեմ, թե կյանքում, թե արվեստում։ Նա ապրում էր կարոտով, երգում սիրո ավերակների ու մենության մասին։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։